Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի կարգավիճակում չկա պահանջ հրաժարվել պատգամավորական մանդատից։ Ազգային ժողովում հայտարարեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը, նշելով, որ ինքը այնուամենայնիվ հրաժարվել է մանդատից, որպեսզի գործընկերները հնարավորություն ունենան անաչառ որոշում կայացնել։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահի թեկնածությունն այս պաշտոնում առաջադրել է Հանրապետության նախագահը։ Իր ելույթում Վարդանյանը խոսեց Սահմանադրական դատարանի դատավորի երդման տեքստին հավատարիմ Սահմանադրական դատարանի և քաղաքական իշխանության միջև երկխոսության կարևորության մասին։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև դատավորը երդվում է ապահովել սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը։ Այս կանոնների շրջանակներում պետք է գործի ցանկացած անձ, անկախ նրանից, թե որ պաշտոնից, որ իրավիճակից, որ համակարգից է տեղափոխում Սահմանադրական դատարան։ Դուք քննադատել եք Սահմանադրական դատարանի այն դատավորին, որի դեմ ամբողջ իշխանությունը պայքարում էր։ Խոսքը Հրայր Թովմասյանի մասին է։ Եվ ձեր քննադատության հիմնական շեշտադրումն այն էր, որ Հրայր Թովմասյանը հանրապետական կուսակցության անդամ է եղել, հետո դարձել է Սահմանադրական դատարանի դատավոր, հետո նախագահ, եւ նա չի կարող ուղղակի լինել անաչառ դատավոր։ Հիմա դուք լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության ամենավառ եւ ամենապրոֆեսիոնալ ներկայացուցիչներից, դուք գնում եք նույն ճանապարհով։ Ըստ էության լինելով Սահմանադրության ԱՅՈ-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը, այդուհանդերձ նոր Սահմանադրության իր իսկ կողմից կերտված Սահմանադրություն, այս ամենայն հարգանքով եմ ասում, իր իսկ կողմից կերտված Սահմանադրություն թողնում է մի կողմ եւ ընտրում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ։ Օրեր անց։ Սա իմ կարծիքով նույն իրավիճակի մասին չի վկայում։ Մենք տարբեր իրավիճակներում ենք։ 2003 թվականին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ կեղծված ընտրությունների հետ կապված, ուրեմն 1 տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե կամ նոր արտահերթ ընտրություններ, ինչպիսի գործիքակազմ կարող էր լինել, որ այդ որոշումը ի կատարածվեր։ Սահմանադրական դատարանի որոշումները պետք է կատարվեն, առանց որևէ եթե եւ բայցի։ Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը դրված է օրենքով կառավարության վրա։ Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի այդ որոշումները կատարվեն։ Հովիկ Աղազարյանն էլ հարցրեց, որքանով կպահպանվեն քաղաքական հայացքները դատական համակարգում գործելիս։ Պատկերացրեք, ես բժիշկ եմ եւ տանել չեմ կարող ինչ-որ մարդուն, բացարձակապես որևիցե եղանակով այդ մարդուն տանել չեմ կարող։ Բայց այնպես է հայտնվել, որ վիրահատական սեղանի վրա այդ մարդը եւ իր կյանքի փրկությունը կախված է ինձանից։ Անկախ նրանից, թե ես ինչպես եմ վերաբերում այս կամ այն սուբյեկտին, ես պետք է առաջնորդվեմ այս փոքրիկ երդմամբ։ Հայաստան խմբակցությունից Արմենուհի Գյուլեղյանն էլ մեջբերեց թեկնածուի նախկինում արած հայտարարություններից մեկը Ղարաբաղում Ադրբեջանի հանցագործ քաղաքականության մասին։ Հետաքրքրվեց, թե արդյոք դա չի հակասում կառավարության այսօրվա քաղաքականությանը։ Իմ ամբողջ խորհրդարանական գործունեության ընթացքում բոլոր խորհրդարանական հարթակներում հարցրեք ձեր գործընկերներից։ Ես սատարել եմ, սատարելու եմ Հայաստանի Հանրապետության շահերը։ Եվ եթե կարիք եւ հնարավորություն լինի եւ հարիր հարթակ լինի նաեւ սահմանադրական արդարադատության ոլորտում քննարկումների, միջազգային քննարկումների ժամանակ, այդ հարցի բարձրացման պարագայում ես նույն դիրքորոշումն եմ արտահայտելու։ Թեկնածուի ընտրությունը տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկությամբ, իսկ դահլիճում բացի նախագծերից շարունակվեցին քննարկումներն ու քննադատությունները։ Ներկուսակցական քարոզարշավը դուրս չի եկել Արման Ղազարյանին, որն այս մասին լրագրողներին տված հարցազրույցում է արտահայտվել։ Պապկեն Թունյանը ի պատասխան կիսվեց տպավորություններով։ Ինչու համար են մարդկանց վերաբերմունքը լավ, որտեղ երբ որ դուք շուրջ 20 տարի օրինակ Զոլաքար համայնքի ղեկավարն եք, մանկապարտեզի շենքը օտարել եք ձեր մտերիմներից մեկին, հետո այդ մարդը վարձով տվել էր դա Վիվասել MTS-ին։ Մենք այնտեղ նոր մանկապարտեզ ենք կառուցել, գործող մանկապարտեզի հողատարածքը, որը սահմանված կարգով օտարվել է եւ միջև հիմա էլ քննվում է։ Իսկ ինչ վերաբերում նոր կառուցվող մանկապարտեզին, այո, դուք ճիշտ եք, դա իմ աշխատած ժամանակահատվածում է կառուցվել, դուք էլ լենթն եք եկել կտրել մեծ շուկով։ Պարոն Ղազարյանը հաջորդ անգամ որը Սահմանյանին մոտենա, թող պատասխանի, թե եթե ինքը ոչ մի բան չի խախտել,
ինչի համար է մի քանի միլիոն դրամ վերականգնել պետական բյուջե կամ համայնքային բյուջե։ Հաջորդ նախագծով պետական եկամուտների կոմիտեն մի շարք կարգավորումներ է առաջարկում, որոնք դյուրացնում են հարկային հաշվետվությունների ներկայացումը, ընդլայնում արտոնությունների շրջանակը։ Փոփոխությունները վերաբերում են գրեթե բոլոր տնտեսվարողներին։ Կան փոփոխություններ, որոնք վերաբերում են ԱՀ վճարողներին մոտ 37,000, կան փոփոխություններ, որոնք կարող են պոտենցիալ վերաբերել բոլոր հարկ վճարողներին, իսկ բոլոր հարկ վճարողները ակտիվ Հայաստանի Հանրապետությունում 120,000-ից ավել են, հատկապես մեր վերադարձի կանոնները։ Կատնամթերքի ոլորտի համար նշեցի 80 տնտեսվարողի մասին։ Ընդդիմությունը պարբերաբար շեշտում է, որ փոքր բիզնեսը Հայաստանում շատ ճնշված է եւ փակվում է, ինչպիսի վիճակագրություն ունենք այս պատկերով։ Ընդհանուր առմամբ մենք տնտեսությունում 5250 հարկ վճարողով ավելացում ունենք եւ փաստացի 25 թվականի դրությամբ 141700 հարկ վճարող ունենք, 24 թվականի 136450-ի դիմաց։ Հիմա մեզ մոտ տնտեսական կամ սոցիալ-տնտեսական պոպուլիզմի մրցավազք է սկսել, ամեն մեկը իր հերթին փորձում է հնարավորինս դարակազմիկ խոստումներ տա ու տնտեսվարողների համար առաջարկի այնպիսի պայմաններ, որոնք անգամ երազում հնարավոր չի պատկերացնել, մոռանալով, որ եթե երկրում ոչ մեկ հարկ չվճարի, այդ երկիրը պարզապես գոյություն չունենա։ Հայաստանի եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի միջև Երևանի մաքսային ու լոգիստիկ կենտրոն վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծով էլ նախատեսվում է 39 միլիոն եվրոյի վարկ տրամադրել, իսկ Եվրոպական միությունից 6 միլիոն եվրոյի դրամաշնորհ։ Այս միջոցները կառավարության համաֆինանսավորմամբ կուղղվեն ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինարարությանը։ Նախատեսում ենք կառուցել եւ կենտրոն եւ պետական եկամուտների կոմիտեի նոր վարչական շենք, բայց վարչական շենքը արդեն սեփական միջոցներով, միայն ԱՏԳ-ն է վարկային միջոցներով։ Կենտրոնի կառուցման դեպքում արտահանման ու ներմուծման հետ կապված բոլոր մաքսային ծառայությունները կսպասարկվեն մի կետից։ Այն գտնվելու է Պռոշյան գյուղում, ուղիղ հյուսիս-հարավ ճանապարհի հարևանությամբ եւ ինքը լոգիստիկ կենտրոն է լինելու իր պահեստային տարածքներով, կայանատեղիներով, առանձին գրասենյակներով, որտեղ որ կտեղակայվեն բոլոր պետական այն մարմինները, որոնք ծառայություն են մատուցում, եւ մեկ պատուհանի սկզբունքով կմատուցվեն բոլոր ծառայությունները արտահանողին եւ ներմուծողին, որպեսզի պատկերացնենք ծանրաբեռնվածությունը, որոշակի թվեր հնչեցնեմ, նախ վերջին տարիներին յուրաքանչյուր տարի Երևանում սպասարկվել է 70-ից 80 հազար ներմուծման հայտարարագրեր, եթե բեռնատարների մասին խոսենք, 70-ից 75 հազար բեռնատարներ են սպասարկվել Երևանում տարեկան, եւ սա դեռ կիսաբաց սահմանների պայմաններում։ Կառավարությունը հաստատված խաղաղության պայմաններում արդեն ենթակառուցվածքներ է ստեղծում, որպեսզի ապաշրջափակման պարագայում բոլոր այն տնտեսվարողները, որոնք այսուհետ կօգտվեն Հայաստանով անցնող ճանապարհներից ապաշրջափակումից հետո, կարողանան մատչելի եւ հեշտ օգտվել մաքսային ծառայություններից։ Նման եւս մեկ վարկային համաձայնագիր ստորագրվել է Սիսիանի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի վերաբերյալ։ Նախատեսում են ունենալ եւս երկուսը։ Խորհրդարանը քննարկեց նաեւ բնակչության բժշկական օգնության սպասարկման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բժշկական կազմակերպությունների ղեկավար ընտրելիս կարևորել ոչ այնքան բժշկական մասնագիտական գիտելիքները, որքան կառավարչական հմտությունները։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։